Գյումրու ջազային բակերը քառօրյա փառատոնին ջերմությամբ ու սիրով ընդունեցին ու ճանապարհեցին հազարավոր զբոսաշրջիկների։ Հայը ջազում, ջազը Բաքում խորագրով փառատոնը Գյումրին հյուրընկալեց 6-րդ անգամ։ 2017-ից Գյումրիում անցկացվող ջազի փառատոնը ավանդույթի ուժով մեկնարկեց հայկական ջազի կենդանի լեգենդ Հայաստանի ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի կատարումով։ Գյումրին միշտ էլ ջազային փառատոններին եւ ընդհանրապես ջազային համերգներին շատ լուրջ է վերաբերվում։ Կարծում եմ, որ այս փառատոնն էլ հետաքրքիր կլինի գյումրեցիների համար եւ փորձենք լավ համերգ տալ։ Ջազի քառօրյա օրերը Լևոն Մալխասյանից ու Մալխասյան ջազ բենդից բացի անմոռանալի դարձրին Սոնան եւ ընկերները Կարեն Մամիկոնյան բենդը, Միքայել Ոսկանյանը եւ ընկերները Սոնա Գյուլխազյան եւ Ռաֆայել Պետրոսյան տրիոն։ Իմ համար միշտ եղել է մշակութային քաղաք եւ արդեն բացի նրանից որ գուսանների ու աշուղների քաղաք է, դառել է նաեւ ջազային քաղաք։ Հիանալի լավ եղանակային արևն է խփում մեր աչքերին եւ լինելու է հիանալի ջազային երեկո։ Բոլորս կփորձենք այն մեր լավ էներգիան, որ այդ ջերմությամբ մենք եկել ենք, այդ ջերմությունը, այս արևը, այս ամեն ինչը փոխանցել մեր սիրելի հանդիսատեսին։ Ջազի 6-րդ փառատոնը Գյումրիում անցկացվում էր զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Սա նաև երաժշտական եւ թանգարանային արվեստի հետաքրքիր միաձուլում է։ Մարդիկ, ովքեր լինում են թանգարանում, լսում են ջազ երաժշտություն եւ ովքեր ջազասեր են, կարող են բացահայտել նաև թանգարանային միջավայրը։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի շատ ավելի եւ տեխնիկական իմաստով եւ արտիստական կազմի ընդգրկման իմաստով շատ ավելի ընդլայնված եւ մասշտաբային փառատոն ունենք, ինչը ուրախացնող հանգամանք է բոլորիս համար։ Եվ կարծում եմ, որ այսօրվանից հաջորդող բոլոր 4 օրերի ընթացքում հրաշալի ջազային ակտիվություն ենք ունենալու, ինչը խիստ կարևոր է քաղաքի եւ մշակութային կյանքի զարգացման եւ զբոսաշրջության խոսքերի ապահովման իմաստով։ Ջազային համերգներն անցկացվեցին Գյումրու թանգարանների Ձիթողցոնց, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակերում 4 օր շարունակ մշակութային հայատները վերածելով ջազային համերգների հարթակների։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։